Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում եմ Այր Հայաստանի, Բարգավաճ Հայաստանի և դեմոկրատական ընտրակցությունների շարժարշավը, այսօր նորից հարավիրում ենք, այս անգամ կլինենք Կիևյան, Օրբելի փողոցներում, բակերում, հետևեք մեր շարժարշավներին, մենք բոլոր Այր Հայաստանի ավականիներով բոլորս ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք քարոզարշավներ, տեղեկացնում ենք և խնդիրների մասին, և ներկայացնում ենք մեր ծրագրերը և առաջարկում ենք այդ խնդիրների լուծումները։ Այսօր ես կուզեի մի փոքր խոսել նաև Ավինյան Տիգրանից, որովհետև այդ տղան ես չեմ կարողանում հասկանել իրանք ինչով են, էլի մտածում, որ իրենց թվում է, թե կարողանում են կառավարել քաղաքը։ Խնդիրն այն է, որ բարեկամությունից մինչև Օրբելի Խաչմերուկ մոտավորապես տևում է 1 ժամ, եթե մեքենայով փորձենք երթևեկել։ Դրա համար ստիպված մենք ոտով ենք քայլում, որ միանանք մեր աջակիցներին, մեր համախոհներին և շարունակենք քարոզարշավը։ Ու խնդիրն այն է, որ իրենց թվում է, թե իրանք կառավարում են քաղաքը, բայց քաղաքը լիքն է ուղղակի խնդիրներով, ամենափոքրից մինչև ամենամեծ, բավականին լուրջ խցանումներ, բավականին լուրջ, որ նույնիսկ չես կարողանում այն, որ 1 կիլոմետրանոց հատվածը արագ տեղափոխվել և այդ ամեն ինչի ֆոնին իրենք կարող են խոսել, որ փորձում են ինչ-որ քաղաքի համար լավ բան անել։ Հասկանալի չի, որ եթե կա խցանումներ, ապա կա օդի աղտոտվածություն, եթե կա օդի աղտոտվածություն, կա բավականին լուրջ հիվանդությունների հիվանդություններով մարդիկ, շատ մարդիկ, ովքեր շատ շուշուտ հիվանդանում են, ոչ միայն տենց հասարակ, ասենք, գրիպ կամ ուղղակի ջերմություն, այլ մինչև ընդհանուր քաղցկեղներ, ու դա բավականին լուրջ խնդիր է Երևան քաղաքում։ Երևան այդ քաղցկեղի հետ կապված, հիվանդության հետ կապված Երևանը գտնվում է ինչ-որ տոպ տեղերում, Երևանում շատ են քաղցկեղով հիվանդանում և այդ թեման մեծ որ ասում է ձեռի հետ, էլի, խոսեմ անցնեմ առաջ, բայց այսօր խոսենք նաև հիմնական թեմաներից, հիմնական խնդիրներից Երևան քաղաքի, հիմնական մեր ծրագրերից, այդ խնդիրների լուծումներից և այլնից։ Հիմա ասեմ, ուրեմն Երևան քաղաքում այսօր գույքահարկի թանկացում 1, աղբանություն թանկացում 2, տրանսպորտի թանկացում 3, կարմիր գծերի թանկացում 4, կներեք, ու այսպես շարունակ թանկացումներ, չունեմ այդ սուրճի ապարատների թանկացումները, այդ էլեկտրոնային այդ դրամապանակ չէ, ոնց է, տերմինալների տեղադրման հարկերի թանկացումները և այլն։ Ինչ ենք մենք առաջարկում, մենք առաջարկում ենք նախ այդ թանկացումները, բոլոր թանկացումները պետք է մի հատ վերանայվեն։ Օրինակ, գույքահարկը բավականին շատ թանկացել է, 200%-ից ավել, նույնիսկ երևի 300%-ից ավել, որտեղ սրանք ամեն տարի թանկացնում են ու ամեն տարի այդ թանկացումները երբ որ հաշվում ենք, բավականին լուրջ թիվ է գալիս կանգնում։ Պետք է առաջինը այդ գույքահարկերը գոնե կեսով կրճատեն, այսինքն գույքահարկը պետք է լինի ավելի ցածր, որովհետև տրամաբանական չի, երբ որ ինչ-որ մեկը կենտրոնում ժառանգություն է ստանում տուն, կամ այդ տանը ապրում է թոշակառուներ, մեր տատիկ-պապիկները, ու նրանց ստիպեն այդքան գույքահարկ վճարել $1000-ից, $2000-ից ավել, բայց այդ տունը իրանք ժառանգություն են ստացել, իրենց ստիպում են, որ այդ տունը վաճառեն ու գնան, չգիտեմ, Երևանից դուրս ապրեն, ծայրամասում ապրեն, այն փարական, երբ որ դա իրանց հայրական, իրանց պապական տունն է, և նրանք ուզում են ապրել իրենց տանը։ Երկրորդը, ինչպես գիտեք, կարմիր գծերի հետ կապված Այր Հայաստանը դատական կարգով վիճարկել էր այդ որոշումը և հաղթել էր դատարաններում, և Առաջաջյան, և Վերաքննիչ, մենք առաջարկում ենք կարմիր գծերը հետ վերադարձնել
հին գներին, հետո հասկանալ, թե ինչպես է պետք այդ բանի հա, պարկինգների խնդիրը լուծել ու ըստ դրա արդեն մենք կշարժվենք առաջ։ Պետք է առաջինը ստեղծել, սարքել, կառուցել վերգետնյա եւ ստորգետնյա շատ ավտոկայանատեղիներ, որոնք ինչ-որ չափով կմեռնաթափեն քաղաքը եւ իհարկե մեռնաթափման այլ ծրագրեր էլ կա, թե ինչպես ենք պատկերացնում հա մեռնաթափումը, դրանց մասին ավելի մանրամասն հետագայում ձեզ էլի կտեղեկացնեմ։ Աղբահանության թանկացման ասել, ուրեմն խելոքները ինչ են արել։ Որոշել են, որ աղբահանության վճարը պետք է հաշվարկվի ոչ թե անձով, այլ քառակուսի մետրով։ Այսինքն, եթե նույն քառակուսի բնակարանում ապրում է մի հոգի եւ ապրում է 5 հոգի, նրանք վճարում են նույն աղբահանության վճար, որը տրամաբանական չի, որտեղ քառակուսի մետրը չի, հա, աղբ գեներացնում, այլ աղբ գեներացնում է մարդը։ Հետևաբար տրամաբանական չի, որ քառակուսի մետրով են աղբահանության գումարները հաշվարկվում։ Հաջորդ թանկացումը, օրինակ շինթույլտվությունների հետ կապված թանկացումներ կան, ուստեղ իրականում շինթույլտվությունների հետ կապված պետք է մի քիչ ավելի մանրամասն խոսենք, որ ծրագրին իրանց բերած որոշմանը եւ այլն, որպեսզի իրանց սխալներն ու թերությունները վերհանենք, բայց եկեք պատկերացնենք մի հատ շատ հասարակ ու պարզ բան։ Իրանք թանկացրել են, օրինակ, մեկ երբ որ դու ինչ-որ թույլտվություն ես ուզում վերցնել, ասենք թե կոյուղի քաշելու համար, հոսանքի գիծ քաշելու համար, ջուր քաշելու, գազ քաշելու համար, կոմունիկացիոն շինարարություն կատարելու համար թույլտվությունները արժեն 1 գծամետրի համար 10,000 դրամ, որը ընդհանրապես տրամաբանական չի։ Այսինքն շատ թանկ է, եթե ինչ-որ մեկը սեփական տուն է կամ բնակարան է, ուզում է ինչ-որ կոմունիկացիա ունենալ, ինքը 1 գծամետրի համար պետք է 10,000 դրամ վճարի։ Ու այդ խնդիրը իրականում կա շատերի մոտ, շատերն են կարողանում են օգնել այդ հարցում, փորձում են օգնել, բայց իհարկե գիտեք, սրանց խնդիրներն է, որ հալան են ժողովրդին։ Ինչը վերաբերում է տրանսպորտային վճարներին։ Տրանսպորտը սրանք ուզում էին 300 դրամ սարքել, մենք պայքարեցինք, բոյկոտեցինք, չթողեցինք, դրանից հետո սարքեցին մեկ ուրեմն փոխադրման համար 100 դրամ, 150 դրամ ու ինչ-որ փաթեթներով։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք, որ այդ գումարները ոչ թե պետք է լինեն 150 դրամ, այլ պետք է լինի 100 դրամ, իսկ փաթեթներից օգտվելու դեպքում ավելի ցածր 100 դրամից։ Եվ իհարկե, սիրելի հայրենակիցներ, քարոզարշավի այդ հիմնական մտքին անդրադառնամ, ինչ է կատարվում։ Նիկոլ Փաշինյանը վախեցել է տակը։ Նիկոլ Փաշինյանը ապօրինի ձերբակալել է Անդրանիկ Սևանյանին ու զգացել է, որ վախում է, մենք զգում ենք, որ վախում է, մենք գիտենք, որ ինքը վախեցած է, մենք գիտենք, որ ինքը վախեցել է տակը։ Մեր աշակիցներն են հիմա մենք ստերից շարունակենք մեր քարոզարշավը, ուղղակի միտքս ավարտեմ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է լուրջ վախենալ ու իր վախերը արտահայտում է արդեն Անդրանիկ Թևանյանին ձերբակալելով ու եթե մի քիչ մենք խորանանք, ինչ է կատարվում, ուրեմն ինչպես գիտեք, Մայր Հայաստան կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դրություններին մասնակցում են միասին, նույն համամասնական ցուցակով եւ սրանք ինչ են արել, որոշել են, տեսել են, որ Երևան քաղաքում Բարգավաճ Հայաստանի, Մայր Հայաստանի ռեյտինգը բավականին ուժեղ վերելք է ապրում, հասկացել են, որ Երևանում մենք իրենց համար բավականին լուրջ խնդիրներ ենք ստեղծելու եւ նրանք ուղղակի չեն կարողանալու մեր հետ այսպես ասած կոնկուրենցիայի մեջ մտնել, իրանք փորձում են այտենց բռնելով, ձերբակալելով, փորձում են վախեցնել, որ մենք մեր պայքարից հետ քաշվենք, բայց ի տխրություն իրենց, ի հիասթափություն իրենց կարող եմ ասել մի բան, որ Անդրանիկ Թևանյանի ձերբակալելուց հետո մենք մեր թիմով
2 անգամ ավելի ենք ակտիվացել, 2 անգամ ավելի շատ ենք սկսել աշխատել։ Եթե այն ժամանակ գոնե գիշերները փորձում էինք քնել հանգստանալ, ապա հիմա այդ էլ չենք անում։ Մեր պայքարը ավելի ենք շատացնում, ավելի ենք ուժեղացնում, եւ թող իմանա Նիկոլը, որ մենք, ինչպես ժողովուրդն է ասում, զադնի չենք դնելու։ Մենք գազ ենք տալու Նիկոլ քեզ, որովհետեւ դու ես վախերի մեջ, որովհետեւ դու չես հասկանում դու ինչի մեջ ես մտնում։ Ինչպես կասեն մեր գործընկերները, Անդրանիկ Թևանյանը քո կոկորտին է կանգնելու, չես կարալու կուլ տաս։ Դու իմացի, դու արդեն պարտվել ես։ Ուղղակի դու դրա մասին չգիտես, ոչ մի բան դու չես կարողանալու անել։ Հետևաբար ազատություն քաղբան տարկյալներին, ազատություն Անդրանիկ Թևանյանին, մենք հիմա արդեն ոտքով եկանք հասանք այնտեղ, որտեղից պետք է սկսենք մեր քարոզարշավը, եւ այստեղից էլ կշարունակենք, հետևեք, նայեք մեր աջակիցներն են։ Բարև ձեզ։
հաճախի հատվածում, բակերում ներկայացնենք մեր ծրագրերը, խոսենք քաղաքացիների հետ և բարձրաձայնենք իրաց բարձրացրած խնդիրները և կառաջարկենք լուծումներ, որ խնդիրները հնարավոր կլինի լուծել, Ես ողջունում եմ Երևան քաղաքի ավարտադիր Գրիգորի Սկանդարյանը, Մայր Հայաստան խմբակցությունից։ Ինչպես գիտեք, հունիսի 7-ին տեղի են ունենալու ազգային ժողովի ընտրություններ։ Այդ ընտրություններում Մայր Հայաստանը մասնակցում է Բարգավաճ Հայաստան և Այլընտրանքային Հայաստան դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ միասին։ Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ 23 թվականին Մայր Հայաստանը մասնակցել է Երևան քաղաքի ավականու ընտրություններին և ներկայացած է Երևան քաղաքի ավականում։ Ու նաև գիտեք, որ մենք 24-7 ռեժիմով եղել ենք միշտ քաղաքացիների մոտ, ընտրություններից հետո չենք գնացել մեր տները, այլ մնացել ենք փողոցում, բարձրաձայնել ենք ձեր բոլոր խնդիրները և չի եղել մի խնդիր, որ այդ խնդրի հետևից մենք չգնանք։ Եվ այդ ընթացքում նաև բարձրաձայնել ենք այս գույքահարկի թանկացման հետ կապված խնդիրները։ Գույքահարկը Երևան քաղաքում թանկացրել է 200%-ից ավել, 300%-ից ավել։ Ու քանի որ սրանք ամեն տարի թանկացնում են գույքահարկը, հստակ հաշվարկներով ոչ մեկ չի կարողանում ներկայացնել։ Մի քանի անգամ թանկացրել է գույքահարկը։ Մենք առաջարկում ենք գույքահարկի պակասեցում 2 անգամ, քանի որ կան խոշակառուներ, տատիկ-պապիկներ, ովքեր որ իրենց բնակարանները ժառանգություն են ստացել և հիմա նրանց ստիպում են վճարել շատ բարձր գույքահարկ, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց հայրական տանը։ Դա արդար չէ, դա ճիշտ չէ։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ այն մարդիկ, ովքեր բնակվում են, ովքեր իրենց տունը ժառանգություն են ստացել, այդ մարդկանց գույքահարկը վերանայել ավելի շատ։ Երկրորդը տրանսպորտի թանկացումները։ Տրանսպորտը թանկացրել են, ինչպես գիտեք, ավտոբուսների դեպքում 50%-ով, օրենքների դեպքում 150%-ով։ Ինչը կատարում, ուզում էին թանկացնել մինչև 300 դրամ։ 300 դրամ։ Բայց մեր բոյկոտի շնորհիվ, քաղաքացիների բոյկոտի շնորհիվ տրանսպորտը թանկացրեցին ընդամենը 50 դրամով։ Իսկ մենք առաջարկում ենք, որ տրանսպորտը պետք է լինի նույն 100 դրամը և եթե մեր առաջարկած փաթեթներից եք օգտվում, ապա 100 դրամից էլ էջան է ստացվում։ Խոշակառուների համար անվճար, հաշվանդամության կարգ ունեցողների համար անվճար։
Կարմիր գծերը ինչպես գիտեք թանկացրել են 13 անգամ։ Ու այդ 13 անգամ թանկացումը մենք վիճարկել ենք, ինչպես գիտեք, մենք վիճարկել ենք դատարանում և հաղթել ենք և առաջարկանը և վերաքննիչը և մենք առաջարկում ենք այդ 160,000 դրամը, որ նրանք սահմանել են կարմիր գծերի համար, այդ որոշումը չեղարկել, պահպանել հին գները, ապա դրանից հետո կառուցել ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատերին հետ, որպեսզի քաղաքը փորձենք բեռնաթափել նաև այդ ճանապարհով։ Քաղաքի բեռնաթափման լուծումներ մենք առաջարկել ենք բազմիցս և այդ լուծումների կարող եք նաև ծանոթանալ ավելի մանրամասն մեր ելույթներում։ Իսկ աղբանության հետ կապված, տեսեք ինչքան տրամաբանական քայլեր իրենք արել։ Աղբանությունը որոշել է, որ պետք է հաշվարկվի քառակուսի մետրով։ Դա ուղղակի անգրագիտություն է, որովհետև եթե նույն քառակուսի բնակարանում, նույն մակերես ունեցող բնակարանում մի դեպքում ապրում է մեկ մարդ, մյուս դեպքում 5 մարդ, նրանք երկուսներ վճարում են աղբանության համար նույն գումարը։ Բայց ստացվում է, որ աղբը գեներացնում է քառակուսի մետրը, ըստ իրենց տրամաբանության, բայց այդպես չէ։ Աղբ գեներացնում է մարդը, ոչ թե քառակուսի մետրերը։ Հետևաբար այդ որոշումները նույնպես պետք է վերանայվի։ Ու այս ցուցակը, այս խնդիրների շքերթը, այս անդրամաբանական որոշումների շքերթը կարող է շատ ավելի երկար շարունակել, ու այդ ամենի կարող է ծանոթանալ մեր ծրագրերում, մեր առաջարկներում, ու մենք ձեզ առաջարկում ենք թոշակների բարձրացում մինչև 100,000 դրամ, ու որը նաև կլինի ինդեքսավորված։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ ինչպես գիտեք, գները թանկանում են ամեն տարի, գոյություն ունի գնաճ, գոյություն ունի ինֆլյացիա, և դուք նույն գումարով հաջորդ տարի չեք կարողանում գնել այն, ինչ կարողացել եք գնել այս տարի։ Հետևաբար թոշակները երբ որ բարձրանան, նաև պետք է լինի ինդեքսավորված բարձրացում ամեն տարի, որ գոնե մինիմալ զանգյունը կարողանանք ապահովել։ Եվ իհարկե շարունակելով միտքս քաղաքական ընտրությունների մասին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը այսօր վախեցած է։ Դա վախեցել է տակը և դա ցույց է տալիս իր քայլերը, հապացություն են իր քայլերը, որովհետև Նիկոլ Փաշինյանը սկսել է ձերբակալել քաղաքական միտք, քաղաքական հնարավորություններ ունեցող մարդկանց։ Դա ձերբակալել են վերջերս, ինչպես գիտեք, Անդրանիկ Թևանյանին, ինչ-որ հիմար անդրամաբանական մեղադրանքով, որ ուղղակի աբսուրդ է, ես չեմ կարող պատկերացնել մի մարդու բանականություն ունեցող, իհարկե, որ հնարավորություն ունի մտածել, որ այդ մարդը կարող է հավատալ այդ սրտերին։ Սա իհարկե քաղաքական հետապնդում է և մենք պայքարելու ենք արդարության համար Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հետևաբար հունիսի 7-ին Համար 7-ին հունիսի 7-ին Համար 7-ին հունիսի 7-ին Համար 7-ին միացիր որ փոխել միացիր որ փոխել միացիր որ փոխել Հիմա շարունակելով նաև ազատություն մեր քաղբանտարկյալներին Թևանյան 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 Սիրելի հայրենակիցներ, հիմա մենք գտնվում ենք ձեր բակերում, ձեր գտնվելով ձեր բակերում պատահական չի, հա մեր այստեղ գտնվելը։ Մենք եկել ենք ձեզ ներկայացնենք մեր ծրագրերը, եկել ենք ձեզ ներկայացնենք մեր այն լուծումները, որոնք մենք առաջարկում ենք ձեզ, խնդիրները դուք կբարձրացնեք, մենք լուծումները կառաջարկենք։ Ու հավատացեք, մենք ունենք բոլոր խնդիրների լուծումները, իսկ այն խնդիրները, որոնք դեռ չկան կամ բացահայտված չեն, միասին ձեր օգնությամբ մենք կարողանանք այդ հարցերի լուծումներ տալ, այդ խնդիրների լուծումներ տալ։ Հիմա ինչպես կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում մեր երկրում, կարող եք ուղղակի պատուհաններից նայել դուրս դեպի փողոց, եւ այդ ցուցանումները ձեզ ամեն ինչի մասին կպատմեն ձեզ, օրինակ մեր Երևան քաղաքում այդ
ծառահատումները, հա, որ այդ ծառահատումները իրականացում ու օդ չկա շնչելու։ Ձեզ, եթե ուզում եք տեսնել, թե ինչ է կատարում Երևանում, մտեք այդ համացանց և տեսեք, թե օդի աղտոտվածությունը, Հայաստանի Հանրապետությունը և Երևանում ինչ բան է։ Այդ օդի աղտոտվածությունը նաև սոցիալներն են նպաստում, ծառերի կտրերն են նպաստում։ Այսքան ժամանակ արդեն 8 տարի է, արդեն 8 տարի, խոստանում են Աջափնյակում մետրո կառուցել։ Ու 8-րդ տարին դեռ ոչ մի աշխատանքներ չեն իրականացնում։ Դեռ խաբում են ու շարունակում են խաբել։ Սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր հաղորդաշարը, մենք մեր քաղաքացիները շարունակում ենք շփվել, շարունակում ենք ծանոթացնել մեր ծրագրերին։ Եվյան փողոցում, Եվյան ոստի արևանությամբ, որտեղ արդեն քանի տարի է գումարներ են դուրս գրում, որպեսզի վերանորոգեն, վերակառուցեն, ես ինչ անեմ, ոչ մի բան չեն ասում։ Որ Եվյան ոստը համարյա միշտ ցամաքել։
ամբողջ քաղաքը այս վիճակում է գտնվում։ Իհարկե շակերտների մեջ շնորհակալություն Տիգրան Ավինյանին, ինչպես հիշում եք, նաև Տիգրան Ավինյանի հայրն էր Օպելի վարորդներին անվանել Համբալ, դատական կարգով վիճակեցինք և առաջի արձանում հաղթանակ տարանք, հետո վերաքննիչ դատարանում ինչ-որ գիտեմ կոռուպցիոն սխեմաներով կամ վարչական ռեսուրս օգտագործելով կամ ստիպելով վերաքննիչ դատարանը հակառակ որոշումը տվեց և հիմա սպասում ենք վերաքննիչ դատարանի որոշմանը։ Տիգրան Ավինյանի հայրը ցույց տվեց իրական խոսունքը, թե ինչ է կատարվում իշխանական այդ խունտայի ներսում, թե ինչ խոսունքով են նրանք խոսում ու ինչ կարծիքի են ժողովրդի մասին։ Նրանք ժողովրդին համարում են համբալներ, իսկ դա ուղղակի անընդունելի է։ Մենք պետք է հուլիսի 7-ին բոլորս միասնական վռնդենք այդ թուրքահպատակներին, իշխանական աթոռներից և մենք պետք է ապրենք Հայաստանում, այլ ոչ թե արևմտյան Ադրբեջանում։ Մենք ուզում ենք ապրել Հայաստանում, այլ ոչ թե Ադրբեջանում, արևմտյան Ադրբեջանում։ Մենք ուզում ենք, որ այս ընտրություններով մեր ժողովրդի մոտ արթնանա զարթոն խապրի արժանապատվությունը։ Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Հունիսի 7-ին Սիրելի հայրենակիցներ, ինչպես որ տեղեկացվեցին նաև նորից կրկնել Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ձերբակալել է ինչ-որ անհիմն մեղադրանքով, ինչ-որ հիմար մեղադրանքներով, որ նորմալ բանական մարդը չի կարող ուղղակի հավատալ այդ ստերին և ինչպես նաև փաստաբանն է բաները ինֆորմացիա տվել, ինչպես ասելա, գործ չկա, չկա, ոչինչ չկա, ուղղակի սա քաղաքական հետապնդում է, ընդամենը այդքան բան։ Եվ հետևաբար ազատություն մեր խաղբան դարձյալներին, ազատություն Անդրանիկ Թևանյանին։ Ազատություն! 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 Սիրելի հայրենակիցներ, հիմա մենք արդեն ուղիղ եթերի ռեժիմը կանջատենք ու շարունակենք մեր քարոզարշավը արդեն օֆլայն ռեժիմում շարունակենք մեր քաղաքացիների հետ շփումները, մեր ծրագրեր ներկայացնելը, շնորհակալություն հետևելու համար։ Եղեք ակտիվ ու հիշեք, որ եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը զբաղվելու է ձեզնով։ Եվ հետևաբար զբաղվեք քաղաքականությամբ, իրացրեք ձեր իրավունքները և անպայման հիշեք, որ մենք ուզում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում, ուզում ենք ապրենք մեր երկրում, մեր տանը, մեր հողուջերում և մենք չենք պատրաստվում լինել արևմտյան Ադրբեջան ու առավել ևս այս թուրքի կոշիկ լիզով Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք, որպես կարողանանք ապրել մեր ուզակերպում։ Շնորհակալություն հետևելու համար, ինչ հանդիպում։